Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երևան վերադարձող Գարեգին երկրորդին հավաքված բազմությունը դիմավորեց օդանավակայանում նպատակը հայրապետին աջակցություն հայտնելն էր։ Ինքը ամենայն հայոց կաթողիկոսը դիմեց հավաքվածներին, հորդորեց ամուր պահել հավատն ու միաբանությունը։ Գիտենք, որ այդ արտահայտությունները հնչեցված վարչապետի կողմից համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակացման։ Իսպյուրս աշխարհի։ Հավատում եմ, որ Աստուծո ողորմությամբ և օգնականությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուսականության ընդվզումների Պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Փաշինյանը, որ մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարան ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգն է առաջ բերել ու դրա կազմակերպչական հարցերով զբաղվող խմբի անդամների քաստինգ հայտարարել, արդեն մայրաթորից պարզաբանումներ է պահանջում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի համաձայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների, ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Սահմանադրական իրավունքի մասնագետը պարզ է ձևակերպում, մեր մայր օրենքում ուղղակիորեն սահմանված են վարչապետի լիազորությունները եւ դրանք որևէ կերպ չեն խաչվում ներեկեղեցական հարցերի հետ, այդ թվում ոչ կուսակրոնության, ոչ կաթողիկոսի ընտրության։ Մեջբերում է Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։ Ըստ մեր սահմանադրության, ուղղակիորեն միջամտության հնարավորությունը նախ բացակայում է այդ համատեքստում, երկրորդ վարչապետը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, ում գործառույթները, լիազորությունները, պարտականությունները հստակ սահմանված են։ Բարձրաստիճան պաշտոնատար անձին, ինչպիսին օրինակ վարչապետն է, իրավասու են կատարելու գործողություն միայն այնպիսի գործողություններ, որոնք նրան լիազորել է սահմանադրությունը կամ օրենքը։ Հիմա վարչապետը իրավունք չունի անելու այն, ինչ ինքը անում է։ Եկեղեցին ինքն իր ներսում պետք է քննություն առնի այս հարցերը եւ որոշումներ կայացնի։ Արտաքին միջամտության օրենքը թույլ չի տալիս շարունակելով միտքը սահմանադրագետը մտահոգություն է հայտնում, թե գուցե նոր սահմանադրությունը գրելիս արդեն հաշվի առնեն այս իրողությունները ու վերանայեն, այսպես ասենք, պետական միջամտության սահմանափակումները։ Նախիջևանում այս օրերին տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժություններն ըստ որոշ վերլուծաբանների եւ ռազմական փորձագետների ավելի շատ ուղղված են Հայաստանի եւ Իրանի դեմ։ Ալիևն ու Էրդողանը Սյունիք են ուզում զավթել Արցախի օկուպացիայից հետո, հիմա էլ այդ երկուսը աչքը Հայաստանի հարավի դարպասներին են դրել։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցք են ուզում բացել։ Այս ֆոնին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները թուրք-ադրբեջանական դաշինքի առաջնորդներին հիշեցնում են, Հայաստանի եւ Իրանի միջև անցնող սահմանը կարմիր գիծ է, պատմականորեն անբաժանելի։ Այս անգամ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդականը, ով նաև Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն է եղել ժամանակին, եւս մեկ անգամ հիշեցրել է աշխարհին, որ Իրանը խափանել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու փորձը։ Երբ որոշ երկրներ փորձում էին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով Զանգեզուրի միջանցք ստեղծելու պատրվակով, նախագիծ, որը ըստ էության կնշանակեր մասնատում եւ դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին եւ խափանեց դրա իրականացումը։ Տեսակ ընդհանուր առմամբ շատ բարձր մակարդակով է կրկին հայտարարությունը արվել, շատ ազդեցիկ պաշտոնյա է։ Բնականաբար իրանցիները երբ խոսում են իրենց ունեցած բոլոր հնարավորություններով դա պաշտպանելու մասին, նաև դիտարկում են ուժային սցենարը, բայց այստեղ նման սցենար կարող է տեղի ունենալ միայն Հայաստան-Իրան համագործակցության արդյունքում։ Վելայաթին հայտարարել է, որ նույնիսկ Ջո Բայդենն է Ամերիկայի նախագահի պաշտոնում եղած ժամանակ խոստովանել, որ ամեն ինչ պատրաստ էր միջանցքը գործարկելու համար, բայց հենց Իրանն էր, որ թույլ չտվեց այդ նախագիծը կյանքի կոչել։ Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության կարողացել է խելամիտ դիվանագիտության օգնությամբ պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը։ Վելայաթի դիտարկմամբ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերջնական նպատակը ոչ միայն Իրանի հյուսիսային ուղությունից կտրելն էր, այլև Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն ու փակելը, սակայն այդ նախագիծը եւս ձախողվեց։
Նախ այդ ճակերտավոր միջանցքը հակասում է Իրանի կենսական շահերին, այն վտանգ է ներկայացնում նաև Ռուսաստանի կենսական շահերի համար, հետևաբար առնվազն երկու խոշոր տերություն կան, որոնք շահագրգիռ չեն ամենևին նման ճակերտավոր միջանցքի գոյությամբ, ել չասեմ Հայաստանի համար ինչպիսի գոյութենական վտանգ դա կարող է ներկայացնել, ըստ էության տրոհելով Հայաստանի երկու մասի։ Իրանագետներն այս փուլում որոշ չափով չափազանցված են համարում այն պնդումը, թե ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունն արդեն ձախողվել է։ Հարցն օրակարգից դեռ չի հանվել։ Հնարավոր է ուժ գործադրելու հավանականությունն այս պահին փոքր-ինչ նվազել է, սակայն ըստ վերլուծաբանների Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական նպատակների ցանկից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը դուրս չեն բերել։ Իրականում որևէ պարագայում դա օրակարգից դուրս բերված չէ, մենք գործ ունենք ոչ թե մեկօրյա, մեկժամյա, չգիտեմ, մեկամյա ծրագրի հետ, այլ գրեթե 100-ամյակ այս ծրագիրը առաջ է մղվում թուրքական կողմից եւ այն մասը կարևոր Թուրքիայի եւ Ադրբեջանի համար բանջարանականության այդ ծրագրի հոսով եմ բացառապես պատրանքի շրջանակներում, հետևաբար որևէ պարագայում նրանք չեն հրաժարվելու այդ միջանցքը գծելուց։ Եվ քանի որ իրավիճակը շատ լարված է Մերձավոր Արևելքում եւ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես գլխավոր հակաիսրայելական ուժերից մեկը, այս իրավիճակում Անկարան էլ չի ձգտի, չի ցանկանա Թեհրանի հետ հակամարտության մեջ մտնել, բայց Ադրբեջանը հետ քայլանել չի շտապում։ Հայերի Բաքվում ընթացող կեղծ դատերից մեկի ընթացքում Դավիթ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ անգամ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի եւ 26-ի դատական նիստերի արձանագրություններին։ Սակայն դատավորը փաստացի չի արձագանքել։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը ասում է. առաջին դեպքը չէ, որ համոզվում ենք ադրբեջանական կողմը խեղաթյուրում, խմբագրում ու փոխում է հայերի ասելիքը։ Դա ներկայացնում է իրեն անհրաժեշտ լույսի տակ։ Ինքը Աբրահամյանը գերիների ընտանիքների հետ զրուցելով իմացել է, որ ադրբեջանական մամուլում հայտնված տարբեր տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը։ Խոսքը խեղաթյուրված է ներկայացվում։ Իսկ որոշ դեպքերում ճիշտ հակառակ միտքն է հրապարակված։ Հնչող հայտարարությունները, այդ մարդկանց շփումները իրենց ընտանիքի անդամների հետ, որը բնականաբար խիստ համապատասխան են, ցույց է տալիս, որ ոչ միայն ցույց է տալիս, այլ վերահաստատում է այն բոլոր մտահոգությունները, որ այդ գործընթացը ամբողջությամբ կեղծ է, Ադրբեջանն ունի քաղաքական պլանավորում եւ այդ մարդկանց փորձում են այնտեղ այդ մարդկանց խոսքը խեղաթյուրելով օգտագործել դա Հայաստանի պետության դեմ։ Այս արձանագրումները հիմք են միջազգային կառույցների համար անհրաժեշտ եզրահանգումներ անելու ու դա հետագայում Ադրբեջանի իշխանությունների դեմ քաղաքական ճնշման միջոց գործածելու համար, ասում է падգամավորը։ Արձանագրում դատավարության հետ կապ ունեցող բոլոր ընթացակարգերը խախտված են։ Նպատակը այս գործերի կեղծ արդյունքները գործածել Հայաստանի դեմ, խմբագրել, փոխել, իրականությունը նաև մաքրել։ Ադրբեջանը փորձում է վերջին 35 տարվա պատմությունը վերախմբագրել, դա օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ բանակցային գործընթացում անկախ հանգամանքից թե ով այդ բանը կլինի իշխանությունը։ Նպատակը ոչ միայն քարոզչական, այլ նաև քաղաքական եւ իրավական հիմքեր ստանալն է եւ դա անպատասխան process-ի վերացել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Իրավապաշտպանն էլ իր հերթին է արձանագրում Ադրբեջանը տեղեկատվական առումով հստակ քաղաքականություն ունի, բացառապես ընտրովի տեղեկություն է դաշտ ուղարկում այն շեշտադրումներով, ձևակերպումներով ու բառերի ընտրությամբ, որը ձեռնտու է բնականաբար բռնապետի վարչակազմին։ Շատ հեշտ պատկերացնել է լինում, որ կոնտեքստից դուրս ինֆորմացիա է մատուցվում, թերի է մատուցվում, որպեսզի համապատասխան տպավորություն ստեղծվի եւ այլն։ Այսինքն եթե որևէ անկախ դիտորդ կամ լիարժեք հեռարձակում չկա նիստերի դաշտից, որպեսզի մենք հասկանանք ինչ ցուցմունք տվել է կամ չի տվել կամ ինչ բառապաշարով է, ասենք ինչ որ մի բան մեկնաբանվել այդ մեր գերիների կողմից, ուստի մեր կանխավարկածը այն է, որ ինֆորմացիան թիրախեղված է եւ միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Փաստացի դռնփակ են ընթանում դռնբաց հռչակված դատավարությունները, միջազգային լրատվամիջոցները թիրախավորված են, կարմիր խաչը, այսպես ասենք, չեզոքացված։ Ստացվում է դատարանում ինչ էլ ասվի Ալիևի խմբագիրները դրանք ներկայացնելու են անհրաժեշտ տարբերակներով, իբրև թե փաստեր արձանագրելով ու կուտակելով Հայաստանի դեմ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օրեր առաջ մարզում երկու անչափահասի անհետացման դեպքին, հայտնել, որ տղաները Ադրբեջան չէին անցել։ Նա կրկին խոսել է սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցների մասին, ընդգծելով, որ դրանք հիմնականում լինում են գիշերային ժամերին։ Նրա խոսքով հնարավոր է շարունակել գյուղատնտեսական աշխատանքները, քանի որ ցերեկը կրակոցներ չեն լինում։ Ղուկասյանը նաև հերքել է լուրերը, թե մարդիկ ցանկանում են լքել գյուղերը։
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքը Ռուսաստանի մի շարք քաղաքների օդանավակայաններին հարկադրել է թռիչքների որոշակի սահմանափակումներ մտցնել։ Ռոսավիացիայի տեղեկացմամբ Կազանի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի եւ Տամբովի օդանավակայաններում գիշերը հանվել են օդանավերի ընդունման եւ բաց թողման սահմանափակումները։ Խարկով քաղաքը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման, բազմաբնակարան շենքերին, մասնավոր տներին, խաղահրապարակներին, ձեռնարկություններին եւ հասարակական տրանսպորտին հասցված հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, ինչպես նաեւ կա 2 զոհ։ Արփինե Սարգսյանը հանդիպել է ընդլայնման հարցերի Եվրոպական միության հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Կոսը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն սերտ գործակցությունը եւ ընդգծել Հայաստանի որպես հուսալի գործընկեր լինելու հանգամանքը։ Քննարկվել են ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները, համաձայնագրերի իրականացումը, աղետների ռիսկերի նվազեցման եւ փրկարար ծառայության արդիականացման հարցերը։ Կողմերը քննարկել են շուրջ 7 միլիոն եվրո արժողությամբ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ չէ բանակցությունների, ինչը կարող է ավելի վատթարացնել նրա դիրքերը։ Նրա խոսքով Կիևի փողզիջումից հրաժարվելը կարող է հանգեցնել նոր տարածքների կորստի։ Պատասխանելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին նշել է, որ միայն ինքն ունի լիազորություն քննարկելու տարածքային հարցեր եւ բանակցություններ կվարի բացառապես Պուտինի հետ։ Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում օկուպացված տարածքները, ակնարկելով, որ ֆակտո փոփոխություններ հնարավոր են հրադադարից հետո։ Կառավարությունում անդրադարձան Ճամբարակի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով 6 քաղաքացի է զոհվել։ Անօթևան մնացածները գիշերել են հյուրանոցում, մի մասն էլ վերադարձել իրենց տները։ Նիստում ցավակցեցին զոհերի ընտանիքների անդամներին։ Եվ այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը։ Հայաստանում կես միլիարդ դոլարանոց AI արհեստական ինտելեկտի գործարան կկառուցվի։ Ծրագիրը նախատեսված է իրականացնել ակադեմիական քաղաքում, որի գործարկումը տեղի կունենա 2026-ին։ Դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք մի չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Փաշինյանի ձևակերպմամբ Հայաստանն այսօր բավականին լավ ու հեռանկարային վիճակում է։ Ըստ նրա, եթե մեր երկիրը անվտանգության խնդիր ունենար, այսպիսի ներդրումներ այստեղ չէին արվի։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը, ինչն է նորությունը այս պատմության մեջ։ Նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ։ Արդարադատության նախարարությունը նախագիծ ներկայացրեց, որով նախատեսվում է թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը։ Սփյուռ Գալյանը նորություն չէ, որ հայտնեց, բայց եւ տեղեկացրեց, որ քրեական վերաքննիչ բողոքները քննվելու են գլխավոր ընթացակարգով։ Նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, այսինքն սահմանվում է բողոքների քննության 6 ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով, ինչ կլինի, եթե դրանք տևեն 10 ամիս եւ ավել, որովհետեւ պրակտիկայում նման դեպքերը մենք չենք կարող բացառել։ Նման իրավիճակներում գործի քննության հետ կապված որևէ բան տեղի չի ունենա, որովհետև ժամկետի սպառումը չի ենթադրի, որ քրեական գործի քննությունը այդ փուլում կավարտվի, ոչ, պետք է դատարանը միևնույնն է
որոշում կայացնի, այսինքն կողմերի համար նշանակություն չի ունենա, բայց դատավորի համար միանշանակ կունենա նշանակություն կարգապահական պատասխանատվության տեսքով։ Անապահովության գնահատական ունեցող ընտանիքների համար աշխատանք գտնելու հնարավորություն է տալիս կառավարությունը։ Ծրագիրը մի քանի մարզերում արդեն իրականացվում է։ Աշխատանք փնտրողները կարող են ստանալ ֆորմալ ուսուցում եւ անցնել գործի։ Կառավարությունն այս ծրագրին մասնակցող գործատուներին կաջակցի եւ կփոխհատուցի։ Նոր որոշում ունի կառավարությունը Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը կվերակազմակերպվի եւ կդառնա Հայաստանի պատմության թանգարան պոակի մասնաճյուղ։ Իսկ ինչ է սա ենթադրում, տեղափոխելու են արդյոք թանգարանը, թե համացանցում մարդիկ իրար հերթ չտալով ու բորբոքված իրենց մտավախություններն են բարձրաձայնում։ Ժողովուրդ սրանք անցել են վերջին ջախջախիչ փուլին, ոտքի։ Ինչքան կարակ քանդեք, ինչ կարևոր պատմամշակութային հուշարձաններ, կոթողներ, մի բան չթողնեք, քանդեք։ Այդ տարածքը ում եք վաճառելու, թե արդեն պայմանավորված է արենդով տալու համար։ Շատերը կարծում են, թե սա հերթական հակահայկական եւ մեր ինքնությունը պառակտող գործելավոճն է։ Կապ հաստատեցինք թանգարանի տնօրենի հետ, պարզելու թե որն է նախագծի ընդունման նպատակը եւ ինչ խնդիր է այն լուծում։ Տնօրեն Վալերի Հակոբյանն ասաց, ինքը ոչնչից տեղյակ չէ։ Ավելի շատ կոմպետենտ ու տեղյակ են Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչություն։ Ես խնդրում եմ իրանց, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Դուք թանգարանի տնօրենն եք եւ ձեզ հետ չեն խոսել այս հարցով։ Նու ես տեղյակ չեմ այս պահին, չեմ կարող պատասխանել։ Ըստ Մարաբյանի հավաքածուների հաշվառումը, ցուցադրությունների կազմակերպումը եւ առհասարակ թանգարանային ոլորտի գործընթացները ճիշտ ու գրագետ համակարգելու անհրաժեշտությունից ելնելով է այս որոշումն ընդունվել։ Պաշտպանության նախարարության կողմից է հենց առաջարկը եղել ԿԳՄՍ նախարարությանը, որպես ոլորտի լիազոր մարմին, նաև հաշվի առնելով 2020 թվականին Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանի արդեն փորձը եւ նախադեպը, Մայր Հայաստան թանգարանը նույնպես ներառել նախարարության համակարգի ներքո։ Հիմնական նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Գործող թանգարանն ի դեպ հիմնադրման 2016 թվականի ապրիլից ի վեր զբաղվում է հայկական ռազմական արվեստի եւ պատմության մասին ցուցադրական նյութերի համալրմամբ, հաշվառմամբ, պահպանմամբ ու հանրայնացմամբ։ Շատ է արծարծվում, լուծարում եւ այլն նման բան գոյություն չունի։ Թանգարանը գործելու է իր տեղակայված վայրում, հարմոնիկ պաս է կազմում Մայր Հայաստան հուշարձանախմբին եւ որևէ բովանդակային իր հավաքածուների թանգարանային ցուցադրությունների կազմակերպման որևէ փոփոխություն չի կրելու։ Մենք ընդհակառակը այս նախագծի շրջանակում նախատեսում ենք բարելավել, բարեկարգել, արդիականացնել, խնդիրները արդեն մասնագիտական տեսանկյունից վեր հանել եւ նորովի ներկայացնել։ Ինչպես հայտնում են մշակույթի նախարարությունից, թանգարանի վերակազմակերպման նախաձեռնությունն ուղղված է այս գործունեության շարունակականությանը։ Վստահեցնում են նաեւ, որ կադրային ջարդ փոխատեղություններ չեն լինի։ Աղիքային վարակների, այսպես ասենք, հարմարավետ ժամանակն է, օրերը տաքանում են, նրանք ակտիվանում, առաջիկայում կսկսվեն էքսկուրսիաները, պիկնիկները, բժիշկները հորդորում են, զգույշ եղեք։ Բերանային ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են, այսինքն մենք կամ ուտում ենք ինչ-որ մի բան, որտեղ կան այդ հարուցիչները, կամ կեղտոտ ձեռքերի միջոցով, այսինքն երբ որ ձեռքերի վրա են հարուցիչները լինում եւ նորից բերան տանելիս վարակվում ենք այդ ինֆեկցիայով։ Նախորդ տարի մեր երկրում աղիքային վարակի 5 բռնկում եղավ, 2-ը Երևանում, 3-ը մարզերում։ Երկուսի դեպքում հանրային սննդի օբյեկտներն էին թերացել։ Սննդի ամենապարզ պահպանման ու պատրաստման կարգ-կանոնն էին խախտել։ Նույն այս պատճառով էլ նաև մյուս բռնկումներ, ուղղակի արդեն խնջույքների ժամանակ, մեկը բնակարանում։ Այստեղ խնդիրը մարդկային գործոնն է եւ շատ պարզ ու բանալ պատճառը, երբ ձեռքերը չեն ախտահանվում պատշաճի եւ սննդամթերքը ապտոտվում է ուղակի ձեռքերի միջոցով, որովհետեւ հիմնականում բռնկման արդյունքում հայտնաբերվում են այնպիսի հարուցիչներ, որոնք ուրեմն արկա են օրինակ, մեկ անձի մոտ, ով չունի ախտանշաններ, բայց համարվում է տվյալ վարակը կրող եւ այդ անձի ուղակի հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով սննդամթերքը վարակվում եւ դառնում է բռնկման պատճառ։ Վարակի թիրախային խմբում հիմնականում երեխաներն են, ավելի շուտ են վերցնում այն, հիմնականում ավելի ծանր տանում։ Իսկ հիմա վիճակագրական տվյալները։ Այս հունվարից մինչև հիմա հոսպիտալացված գրեթե բոլոր մարդկանց ծանր վիճակը պայմանավորված է եղել բուժօգնությանը ուժ դիմելով, ավելի վատ առաջնային ու հաջորդական սխալ բուժական միջամտությամբ, սեփական նախաձեռնությամբ։
Հիմնական ախտանիշները լուծը դա օրական 3 անգամից ավել աղիների գործելն է, կարող է ուղեկցվել ինչպես ընդհանուր երևույթներով, այսինքն ինտոքսիկացիայի, ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությունով, փսխումներով, այնպես էլ կարող է որպես հենց այդպեսին առանձնացված միայն մեկ ախտանիշով ընթանալ։ Եթե ջերմությունն ու լուծը հաճախակի հեղուկ օգտագործմամբ չի անցնում, ապա բժշկի դիմելը խիստ անհրաժեշտ է։ Մասնագետները նաև տեղեկացնում են, որ աղիքային վարակների դեպքեր կան, հակաբակտերիալ դեղերը, նույն անտիբիոտիկները ոչ միայն անօգուտ են, այլև հակացուցված, ինքնագլուխ, օրգանիզմ հանկարծ չուղարկեք։ Հունիսի 10-ին Լոռու եւ Տավուշի մարզերում պարեկները իրականացրել են ուժեղացված ծառայություն երթևեկության անվտանգությունն ու հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Լոռու մարզում հայտնաբերվել է 268, Տավուշում 190 իրավախախտում։ Այդ թվում չամրակապված վարում, մքեցված ապակիներ առանց վարորդական վկայականի եւ ոչ ստապ վիճակում մեքենա վարելու դեպքեր։ Հունիսի 12-ին Ափնագյուղի վարչական տարածքում գազալցակայանի հարևանությամբ բախվել են Volvo Բեռնատարն ու Opel-ը։ Ըստ տեղեկությունների վերջինը Վանաձորից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային վիճակ ստեղծել Volvo-ի եւ մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, ու բախման հետևանքով Opel-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Երկու հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահումը տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Վթարի հետևանքով տեսնում եք երկու ավտոմեքենաները Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ Բեռնատարը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։ Հունիսի 11-ին Կոտայքի մարզում Առինջ Ձորախբյուր խաչմերուկում բախվել են 59-ամյա Վահե Վարդանյանի Lexus-ը եւ 29-ամյա Տիգրան Գինոսյանի Toyota Camry-ն, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու բռնկվել։ 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Փրկարարության Աբովյանի շեջփրկարարական ջոկատի շեջփրկարարները մարել են Camry-ում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրագույտի։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Ի դեպ այդ հատվածում պատահարներ հաճախ են ունենում, այդ թվում ողբերգական։ Պատասխանատուները օր առաջ պետք է կարգավորեն վտանգավոր խաչմերուկի երթևեկությունը։ Մինչ հրշեջների ժամանումը Toyota-ում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները, սակայն ավտոմեքենան տեսնում եք ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։